Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պատերազմի դուռը բացում են Քոչարյանը, Ծառուկյանը եւ Կարապետյանը եւ ասում է դուք նաեւ ձեր մեխանիզմների, որ անվտանգության երաշխիքների մասին խոսում եք, դրանով նաեւ Հայաստանի համար հաղթողների դուռն եք բացում։ Այսպես հաղթողներ բերելու դուռն եք բացում։ Եվ ասում են նաեւ, որ չի կարելի նույն փոստի վրա երկու անգամ կանգնել եւ պետք է կանգնողներին մերժել ընդմիշտ։ Հիմա ուզում եմ դուք արձագանքեք, նախ դուռն եք բացում պատերազմի եւ երբ որ խոսում եք Բայց ես ամբիոնից բավական մանրամասնորեն անդրադարձ ունեցել եմ այդ հարցին։ Ընդհանրապես մարդ, ով երկրի գլխին 3 պատերազմ է բերել, իրավունք ունի խաղաղություն բառը օգտագործել։ Այդ մարդը չի հասկանում ինչ է խաղաղություն, ոչինչ չի հասկանում։ Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ։ Բայց դա իր համար համապարփակ, այսպես ասենք, խաղաղությունն է։ Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ է պետք։ Երաշխավորված արժանապատիվ խաղաղություն եւ մենք դա ի վիճակի ենք ապահովել։ Սրանով ավարտենք։ Նախընտրական շրջանում ուղղակի երկու մասի է բաժանել ուժերին, այդ բաժանումը ապահովությունը։ Նախընտրական շրջանը միշտ բաժանում է 2, 3, չգիտեմ։ Բերողները եւ պատերազմ բերողների եւ խաղաղությունը միայն ինքն է բերում ասիլը։ Եվ ինքը դա ասում է մեկ մարդու անընդալով, որի նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ քիչ թե շատ, sense նույնիսկ միջին չափի սահմանային, այսպես ասած, միջադեպ չի եղել։ Ընդհանրապես չի։ Եթե հիշում եք, նաև այն ժամանակ Ադրբեջանից պաշտոնյաներ էին գալիս Հայաստան տարբեր պատվիրակությունների կազմում, եւ մենք շոու չէինք սարքել։ Հիմա այդ հավի պատմությունը ես պատմեցի, հիմա լրիվ նույն պատկերն է բոլոր ուղղություններով։